Շարքաշարերը նկարահանվում են Գարիկի մոտ հանգստյան տներում։ Հաղորդման գործընկերն է Մեզոն Վեմյան բրենդը։ Ողջույն, ես Նաիրա Մովսիսյանն եմ, եւ ես եկել եմ քեզ ասելու, որ ժամանակն է նայես հայլու մեջ եւ կարողանաս հասկանալ, թե քո ինքնագնահատականը որ սանդղակում է ինքդ քեզ համար։ Ժամանակն է բացես աչքերդ եւ տեսնես, թե որքանով ես ինքդ քեզ գնահատում եւ հարգում, որքանով է քո ընտրությունը համապատասխանում իրականությանը։ Ժամանակն է եկել ինքնախաբեությանը ասելու ոչ։ Հիշիր, միշտ ժամանակ լինում է տրամադրելու մեր ընտրությանը, միշտ ժամանակ ունենում ենք հաց ուտելու, միշտ ժամանակ ունենում ենք զբաղվելու այն գործով, որը մեզ համար հաճելի է, միշտ ժամանակ ունենում ենք նվիրվել այն ընկերներին, որոնց սիրում եւ հարգում ենք։ Ապա ինչու ես թույլ տալիս, որ քո ընտրությունը, որը քեզ համար երբևէ ժամանակ չի ունենում, կարողանա բացակայել քո կյանքից 1 ժամով, 2 ժամով, 3 եւ ավել։ Պատճառաբանությունները տալիս են հնարավորություն, որպեսզի մարդը ավելի խորը, ավելի նստվածքային կարողանա տրամաբանել եւ հասկանալ, որքանով է արժեվորված իր կողակցի համար։ Անընդհատ վստահ եմ, նայում եք վիդեոներ, կարդում եք տարբեր տեղերում հոգեբանական գրականություն եւ գիտականորեն, որտեղ ամեն անգամ հանդիպում ես տվյալ նախադասությանը։ Մանավանդ տղամարդը, որը ուզում է լինել տվյալ կնոջ կողքին, նույնիսկ 1 վայրկյանով չի բացակայում իր կյանքից։ Կլինի հոգեպես, կլինի ֆիզիկապես, թե կլինի պարզապես օնլայն տարբերակով։ Հիշիր, որ կնոջ գնահատանքի 90%-ը տղամարդուց հետո կախված է տղամարդուց։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Գարիկի մոտ։ Հարմարավետ հանգիստ նախատեսված մինչև 20 հոգու համար։ Դրախտային միջավայր լճի ափին, բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջակուզիներ, հարմարավետ ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակներ եւ խաղային գոտի հատուկ երեխաների համար։ Ստուգեք առաջիկա հասանելի օրերը այցելելով 3w.garikimot.com, ամրագրեք տեղերը նախապես 5 աստղանի առանձնատներից որևիցե մեկում եւ դարձրեք ամառային օրերը անգերազանցելի։ Գարիկի մոտ, տապից պաշտպանվելու լավագույն լուծումը։ Տղամարդն է որոշում, քո արտաքինը գեղեցկանա այդ օրը թե ոչ։ Տղամարդն է որոշում, դու հոգեպես պետք է լինես երջանիկ թե ոչ։ Քո աչքերի փայլի հիմքում անկած է այն տղամարդը, որին դու ընտրել ես եւ որն էլ ընտրել է քեզ։ Ինչ եմ ուզում քեզ ասեմ, որպեսզի աչքերդ բացես եւ ավելի խորը դիտարկես, թե ում ես դու ընտրել։ Մեկին, ով որ ամեն բան անում է, որ չտրամադրի որևէ վայրկյան քեզ համար պատճառ բռնելով, զբաղված եմ, գործերով եմ, աշխատում եմ մեր ապագայի համար, ինչ անում եմ, քեզ համար եմ անում, մեղավորը դու ես, նմանատիպ ուլտիմատումներ դնող, պատասխան հնչեցնող տղամարդը քո կողքին տեղ չունի։ Հավաքիր ամեն տեսակի ինքնասիրությանդ բջիջները, հպարտությունդ եւ հասկացիր մի բան, դու ավելին ես արժանի։ Դու այն կանանց թվին ես պատկանում, ովքեր իրավունք ունեն ընտրություն կատարելու, իսկ այդ կանանց թիվը անսահման է։ Ամբողջ աշխարհի իգական սեռի ներկայացուցիչներն են ընտրում տղամարդկանց։ Եթե դու ընտրում ես տվյալ հյութը, որ պետք է խմես, դու քայլեր ես անում, դու ձգտում ես, դու գործողություն ես անում։ Նույն կերպ թվում է, թե մանավանդ հին ժամանակներում տղամարդիկ ընկնում էին աղջիկների հետևից, աղջիկները իրենց թանկացնում են եւ այլն, բայց էլի վերջին որոշումը մնում էր մեր ետևում, այսինքն ընտրում ենք մենք։ Հետևաբար խնդրում եմ նորից նայեք քեզ հայլու մեջ ու գնահատիր ինքդ քեզ։ Սիրում եմ, տվայտվում եմ, գժվում եմ, առանց իրենց կյանք չունեմ, նման բան գոյություն անգամ չի կարող լինել, եթե դու հասկանաս, որ ոչինչ միակողմանի չի լինում։ Մեդալն ունի երկու կողմ։ Pour toi je pars à la guerre, je rigole je vais pas le faire. Je viens d'acheter une paire, jamais je salis mes affaires. Tu vois bien que j'ai bu, j'ai pas compté les verres. Les 2 pieds sur terre, mais je te donne le mal des mers. Tu sais bien que j'abuse, je sais pas comment me taire. Y a pas d'excuse, c'est juste pas comment faire. Et commencer la chute, mais il était trop en mer. Սեժն ունի
փոխադարձ հարգանք, սերն ունի փոխադարձ սեր, սերն ունի գույն եւ դա ձերն է, ձեր երկուսին է։ Եթե երկուսդ չունեք նույն հայացքները, եթե երկուսդ չունեք նույն գույնի ընկալումը, ապա ժամանակն է մտածելու, արդյոք դու ճիշտ ընտրություն ես արել։ Եթե նա քեզ չի զանգահարում, ինչու ես ամեն վարքյան հեռախոսը վերցրած սպասում, ահան կզանգի, ահան կգրի, ահան կայքի մեջ է, բայց ինչի չի գրում։ Նմանատիպ հարցերի դեպքում մեխանիկորեն պետք է զերծ մնալ տվյալ անձնավորությունից։ Շատ դեպքերում մենք խառնում ենք սերը այլ զգացողությունների եւ զգացմունքների հետ, որի մասին կան շատ վիդեոներ այլևս։ Իմ հարթակում կարող ես հետևել, թե ինչպես վերագտնես ինքդ քեզ։ Եվ տղամարդկանց մասին կա, եւ կանանց մասին։ Չմտածեք սիրելի տղամարդիկ, որ ես ձեզ ուրանում եմ կամ ես ձեզ դեմ եմ, ոչ։ Ուղղակի պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր տղամարդ հարգում եւ սիրում եւ արժանապատիվ է համարում այն կնոջը, ով իր տեղը եւ դիրքը եւ սեփական հարգանքը ունի իր սեփական անձի հանդեպ։ Իսկ դու, սիրելիս, թույլ ես տալիս, որ քո կողքի տղամարդը ծաղկի նման ամեն վարքյան քեզ կոտրի, փշրի, ոտնատականի։ Այն դեպքում, երբ որ ծաղիկը անհրաժեշտություն ունի ջրի, խնամքի եւ իհարկե մաքուր օդի։ Եթե մտածես, թե որքան գումար է նա քեզ վրա ծախսել, եթե հիշես, թե քանի անգամ եք դուրս եկել եւ ներս եկել, եթե հիշես, թե քանի անգամ է նա քեզ օրվա մեջ զանգում եւ գրում, այդ ժամանակ արդեն կհասկանաս եւ ինչուների պատասխանը կունենաս։ Բայց ունենք նաեւ հակառակ օրինակը։ 24 ժամ 7 օր սանդղակով կպած է նա քեզ, բայց վերջում պարզվում է, որ նա այնպիսին չէր, ինչպիսին որ ցույց էր տալիս։ Դա գիտես ինչից է գալիս, որ դու մակերեսորեն ես վերաբերում քո հարաբերություններին, որովհետև ամեն բան ունի իր պատճառը հետևանքային կապը։ Այո, տղամարդը նաև լինում է մյուս տեսակի, անընդհատ հոգատարություն, ուշադրություն, բայց տանից եւ տարածքից դուրս ուրիշ արկածներ։ Ինչն է դրան դրդում։ Անկեղծություն, որը դու պետք է տաս նրան, տաս հնարավորություն քեզ հետ լինելու 100% անկեղծ կամ փորձի լինել 100% անկեղծ քեզ հետ, որը շատ դժվար է եւ շատ ժամանակատար, բայց ես քեզ վստահեցնում եմ, որ step ամեն բան կկարգավորվի եւ հնարավոր կդառնա։ Երկու տեսակի տղամարդկանց հիմքում ընկած է թերի ընտանեկան հիմքը։ Փնտրտուքներ, նոր, ամեն ինչը նոր տեսնելու ցանկություն։ Նայեք, շատ դեպքերում մենք էլ ենք մեղավոր եւ կոմպլեքսավորում ենք, բայց չէ որ գիտենք, որ տղամարդը իր արժանապատվությամբ եւ տղամարդությամբ եւ առնականությամբ տարբերվում է մեզնից։ Հետևաբար թույլ տվեք ձեզ լինել թույլ ամենահզոր տղամարդու կողքին, ոչ թե չկայացած մեկի կամ այն մեկի, ով որ շատ նման կողքից այդ կողմ չի գնում, բայց պատերից դուրս ինչ ասես եւ ում հետ ասես անում է։ Տարանջատիր այդ երկուսը, իսկ դա կկարողանաս անել այն ժամանակ, երբ որ գնահատես քո վարքյանը, ժամը եւ ամեն մի քայլը։ Մենք շատ ված սովորություն ունենք, երբ որ շփվում ենք տղամարդու հետ, անձնուրաց նվիրվում ենք, իսկ դա նրանց վանում է, հավատացնում եմ քեզ։ Վանում է, որովհետեւ կնշանակի մենք մինչեւ իրեն չենք ապրել, մենք չենք ունեցել կյանք, չենք ունեցել առօրյա, չենք ունեցել գործեր, չենք ունեցել զբաղմունք, բայց արի ու տես, որ մենք այդ ամենը թողնում ենք մի կողմ եւ նվիրվում ենք իրենց եւ իրենց առօրյային։ Թվացյալ, որ նրանք պետք է գնահատեն այդ ամենը, լրիվ հակառակ ազդեցությունն է։ Գնահատիր ինքդ քեզ, գնահատիր քո ժամանակը, քո առօրյան մի փոխիր հանուն ինչ որ մեկի, որը կարող է դառնալ քո ապագա ասպետն ու ամուսինը։ Դու քո ընթացքը ունեցիր, կողքից ավելացրու նրան։ Եթե գնահատի, ինքդ կլինես նրա գործերի հետաձգման պատճառը եւ կարեւորը կլինես եւ առաջնայինը, չէ որ դու պետք է լինես նրա ապագա երեխաների մայրը եւ թևն ու թիկունքը։ Ես հավատում եմ, որ դու կկարողանաս վերագտնել քո եսը եւ քո եսով ստիպես, որպեսզի լինեն այնպիսին, ինչպիսին քեզ է